վերջին երկու ամիսը, կես ամիսը հանգամանքների բերումով հեռուստացույց շատ եմ դիտում, որովհետև եզակի բաղումներից է, որը հասանելի է այն խափանամիջոցի շրջանակներում, որը իրավեր են նկատմամբ իմ համոզմամբ ոչ արտադրացիորեն և ապօրին։ Եվ հետաքրքիր է, որ երբ նայում ես, դե այս շրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի տեսնա, որ նայես կամ ԱՄՆ-ում ինչ է կատարվում, կամ Ռուսաստանում, և մասնավորապես ԱՄՆ-ի շուրջ հետաքրքիր է, որ հանդիսանալով ժողովրդավարության բաստիոն, օրինակ, երբ միգրացիոն ծառայությունը իր գործողությունների շրջանակներում սպանել էր մեկ կնոջը, թե ուրեմն նահանգապետը և թե մի շարք քաղաքացիներ հեռուստաալիքներով բացահայտ Տրամպին F տառով սկսվող բառով ասում էին, որ ինքը այդ գործողությունը պիտի անի այդ միգրացիոն ծառայության հետ։ Օրինակ, երբ Տրամպը Գրենլանդիայի հանդեպ հայտնում է իր ցանկությունների մասին, Եվրոպայի խորհրդի ուրեմն հենց պարլամենտում հեռուստացույցով էին դա նայում, պատգամավորներից մեկը նույն F տառով սկսվող բառը, որը հասկանանք սեռական բնույթի հայհոյանք է, որը մենք երբևէ չենք տվել, այդ խոսքերով դիմում էր Տրամպին։ Եթե մեր Արցախի միգրացիոնն է, եք չեմ ասում, որ Տրամպը իր կառավարության ժամանակ այդ բառով և այլ մի շարք բառերով, որը չկրկնեմ իմաստու չկա խոսքի կրկնելու, դիմում էր օրինակ Բայդենին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ժողովրդավարության իրական բաստիոնում Եվրոպայում և ԱՄՆ-ում խոսքի ազատությունը պահվում է, իսկ ստեղ դրա ֆեյք տարբերակով փորձում է ներկայացնել, որ այս գործընթացը խոսքի ժողովրդավարության մասին է կամ արտասում է խոսքի ազատությանը։ Ես կարծում եմ, ես լսելով ևս մեկ անգամ, թե դեռ նորմալ է դեռ չլսեցինք, սա բացեք քաղաքական հետապնդումը, որը նկատի ունի արտադրության կամ իրավունքի առասարակ իր կարծիքը։ Անձանագրենք, որ առաջադրված մեղադրանքը չեք ընդունում։ Իհարկե, դիտորոշում հայտնեք, որ միանշանակ, եղավ